Սանտա Սաաջան և Սաֆա Սաաջան։ Աբխազական հեքիաթ։ Ժամանակով մի թագավոր է լինում, որն իշխում է ծովափնյա մի երկրի։ Հարուստ գանձերի տեր էր այդ թագավորը, բայց երեխաներ չէր ունենում։ Կյանքի կեսն ապրելուց հետո նա հայր լինելու հույսը կորցնում է, և դա նրան շատ է վշտացնում։ Ամենահամեղ կերակուրները նրան դառն էին թվում, իսկ ամենալավ գինուց գլուխ էր ցավում։ Մի անգամ նա շատ վշտացած նստում է իր պալատի պատշգամբում և նկատում է, որ ինչ-որ մարդ մոտենում է իր պալատին։ Թագավորը դեռ աչքը չթարթած տեսնում է, որ անծանոթը կանգնում է իր առաջ։ «Բարի օր, թագավոր, ինչու ես այդպես տխուր», դիմում է նրան անկոչ հյուրը։ «Որևէ վիշտ ունես, թե իմ գալը քո սրտովը չէ»։ «Ինչու սրտովս չէ», պատասխանում է թագավորը։ «Իսկ հոգսեր իհարկե ունեմ, բայց ով հոգս չունի»։ Այնուամենայնիվ անծանոթը ամեն կերպ ձգտում է իմանալ թագավորի տխրության պատճառը։ «Լավ», ասում է թագավորը, «քանի որ պնդում ես, ես քեզ կպատմեմ իմ վիշտը, բայց միևնույն է, դու ինձ ոչնչով չես կարող օգնել։ Կլսենք, կտեսնենք, կմտածենք, գուցե և հաջողվի քեզ օգնել», ասում է անծանոթը։ Թագավորը պատմում է իր վիշտը, անզավակ լինելու մասին, գանգատվում է, որ նույնիսկ իրենց անասուններն էլ չեն բազմանում։ «Իսկ եթե ես այնպես անեմ, որ դու զավակներ ունենաս և անասուններն էլ աճեն, ինձ ինչ պարգև կտաս», ասում է անծանոթը։ «Թագավորությանս կեսը կտամ քեզ», ուրախանում է թագավորը։ «Ես ոչ թագավորությանդ կեսն եմ ուզում, ոչ էլ ամբողջը։ Եթե այն լավ կառավարես, հոգս է, իսկ եթե վատ կառավարես, վտանգավոր։ Ահա իմ պայմանը. եթե դու 3 տղա ունենաս ու նրանք մեծանան, կանչիր նրանց առանձին և հարցրու, թե նրանցից ով է ուզում ինձ տեսության գալ։ Ահա և բոլորը»։ Թագավորը ուրախությամբ համաձայնում է։ Այդ ժամանակ անծանոթը գրպանից մի խնձոր է հանում և ասում. «Այս խնձորը իմ գնալուց հետո մաքրիր, բաժանիր 2 հավասար մասերի, կեսը ինքդ կեր, կեսը տուր կնոջդ, իսկ կեղևները տուր անասուններիդ»։ «Այդ բոլորը դժվար չէ», ասում է թագավորը, «բայց քեզ ինչպես գտնեմ, եթե իրոք ես տղաներ ունենամ։ Ես ապրում եմ ծովի մյուս ափին, իմ ձիու սմբակների հետքերը կլինեն ծովափին։ Այդ հետքերով կարելի է գալ ինձ մոտ», պատասխանում է անծանոթը։ Դրանից հետո թագավորին մնաս բարով է ասում ու գնում։ Թագավորը, ինչպես որ անծանոթը պատվիրում է, այնպես էլ անում է։ Շատ չանցած անասունները պտղավորվում են։ Մի տարուց հետո էլ թագուհին մի տղա է ունենում, իսկ 3 տարի հետո թագավորն արդեն 3 տղա ուներ։ Տարիներն անցնում են, թագավորի տղաները մեծանում են, և ահա մի անգամ հայրը նրանց կանչում է իր մոտ, նստեցնում է ու պատմում, թե ինչպես է ինքը երկար ժամանակ զավակներ չունենալուց հետո հանկարծ հայր դարձել, և թե ով է նրան երջանկացրել, թե ինչպիսի խոստում է տվել անծանոթին։ Հետո թագավորը դիմելով մեծ որդուն ասում է. «Որպես ավագ որդի, քո պարտքն է գնալ, ողջունել և շնորհակալություն հայտնել այդ մարդուն»։ Բայց որդին պատասխանում է թագավորին. «Ինչու այդպիսի ճանապարհորդության դուրս գամ, երբ նույնիսկ չգիտեմ, թե ուր պիտի գնամ, իսկ հետքերը, որոնց մասին ասացիր, հավանաբար ծովի ջրերը սրբած կլինեն։ Եթե ավագ եղբայրս դժվարանում է գնալ, ապա ես ավելի քան ցանկություն չունեմ», ասում է միջնեկ որդին։ Այդ ժամանակ հայրը դիմում է կրտսեր որդուն. «Վերջին հույսս դու ես, Սաֆա Սաաջա, օգնիր ինձ խոստումս կատարել»։ Սաֆա Սաաջան թագավորին այսպես է պատասխանում. «Հայր, ձեր խոսքն ինձ համար օրենք է, զինեք ինձ ինչպես պետք է և կկատարեմ ձեր կամքը»։ Հաջորդ օրը պատանին ճանապարհ է ընկնում դեպի ծովը։
Ծովափի ավազին, նույնիսկ քարերի վրա տեսնում է սմբակների խորը հետքեր։ Կրտսեր արքայորդին այդ հետքերով երկար ճանապարհ է կտրում։ Բայց ահա շուտով հետքերը կորչում են, անհետանում։ Պատանին նայում է ու տեսնում, որ սմբակների անհետացող հետքերը հազիվ են երևում ծովի ջրերում։ Այդ ժամանակ պատանին համարձակ կերպով ձին քշում է դեպի ծովի ջրերը, բայց ձին համառում է, չի մտնում ջուրը։ Թագավորի որդին չի իմանում ինչ անի։ Նա վերադառնում է ափ, ձիուց իջնում է և նստելով մի քարի վրա սկսում է մտածել։ Նա սրտնեղում է, տանջվում է, որ չպետք է կարողանա հոր կամքը կատարել։ Մինչ նա մտատանջվում էր, ծովի փրփուրների նման սպիտակ ջորու վրա նստած մի մարդ մոտեցավ նրան։ «Բարի օր», ասում է նրան անծանոթն ու գնում մտնում ծովը, և կարծես չոր դաշտի միջով քայլում է։ Պատանին, որ խորը մտածմունքների մեջ էր, չի հասցնում պատասխանել նրա բարևին, բայց երբ տեսնում է, որ անցորդը ծովի վրայով քայլում է, ինչպես ցամաքի վրայով, սթափվում է և կանչում. «Հեյ, կանգնիր, կանգնիր, ով բարի մարդ, լսիր խնդրանքս»։ «Ինչ ես ուզում», ձայն է տալիս մարդը։ «Ես էլ եմ ուզում ծովն անցնել, բայց իմ ձին դրա համար պիտանի չէ, ինձ էլ տար քեզ հետ»։ «Լավ», պատասխանում է հեծյալը, «թեև դու ջահել ես, բայց համարձակ ես, ես կկատարեմ քո խնդրանքը»։ Նա պատանուն նստեցնում է իր հետևը ջորու վրա և նրանք անցնում են ծովը, որից հետո հեծյալը գնում է մի ուրիշ ուղղությամբ, իսկ պատանին գնում է իրեն պետք եղած հետքերով։ Ճանապարհին նա սովածանում է և երբ նկատում է մի խրճիթ, թեքվում է դեպի այդ կողմը։ Այդ խրճիթում մեն-մենակ մի պառավ էր ապրում։ Նա տեսնելով պատանուն հարցնում է. «Քեզ մատաղ, շողշողուն տղա, քեզ ի՞նչն է բերել ինձ մոտ»։ «Մայրիմ», պատասխանում է պատանին, «ես եկել եմ ծովի մյուս ափից և գնում եմ մի մարդու մոտ, որը երջանկացրել է իմ հորը»։ «Օ, որդիս, մի գնա այնտեղ», բացականչում է պառավը։ «Նա, ում մոտ գնում ես, չար մարդ է, քեզ չի խնայի»։ Չէ, մայրիկ, ասում է պատանին, թեկուզ նրա մոտից կենդանի էլ չվերադառնամ, բայց քանի որ խոստացել եմ, ես իմ խոսքից ետ չեմ կանգնի։ Պառավը աբիստա է եփում և կերակրում պատանուն։ Ճաշելուց հետո պատանին հարցնում է. «Դու արդեն գիտես, թե ուր եմ գնում, ասա ինձ այնտեղ հասնելու ճիշտ ճամփան»։ «Հետքերը, որոնցով դու եկել ես, շուտով կանհետանան», ասում է պառավը։ «Հենց անհետացած տեղից էլ սկսվում է նրա տերությունը։ Իսկ նա իր հողի վրա հետքեր չի թողնում։ Ահա այնտեղ դու մի խրճիթ կտեսնես։ Խրճիթում օջախի մոտ նստած կլինի մի զառամյալ պառավ։ Խրճիթի տակից հողը փորելով մի այնպիսի անցք բաց արա, որ սողալով դուրս գաս ուղիղ պառավի մոտ։ Դեռ պառավը ուշքի չեկած համբուրիր նրան ու ասա. «Այսօրվանից ես քո որդին եմ, դու իմ մայրը, պետք է ինձ ամեն բանում օգնես»։ Նա քեզ խորհուրդ կտա, թե հետո ինչ պետք է անել։ Այս բահն էլ նվիրում եմ քեզ։ Ժամանակին այն կարող է քեզ համար թրից ավելի պետքական լինել։ Պատանին պառավին շնորհակալություն է հայտնում և շարունակում է ճամփան։ Երկար գնալուց հետո վերջապես տեսնում է հին խրճիթը։ Նա թաքնվում է տան մոտ և դռան ճեղքից ներս է նայում ու տեսնում է, որ օջախի մոտ նստած է մի կուզիկ զառամյալ պառավ ու ինչ-որ բան է փնթփնթում։ Սաֆան շտապ փորում է անցքը և դուրս գալով պառավի մոտ համբուրում է նրան։ Բայց հենց այդ պահին պառավը մի այնպիսի խորը շունչ է քաշում, որ քիչ է մնում պատանուն կուլ տա։ «Այ մահս քեզ տանի», ճչում է պառավը, «հիմա ես էլ չեմ կարող քեզ ուտել։ Ինչ արած, բոլորին չէ, որ հաջողությունը ժպտում է։ Ասա ով ես դու և ինչ ես ուզում ինձնից»։ Թագավորի տղան նրան պատմում է ամեն ինչ, թե ինչպես իր հայրը երեխա չի ունեցել, ինչպես նրան այցելել է անծանոթ մի մարդ և երջանկացրել նրան,
եւ ավելացնում է, որ ինքը գնում է այդ մարդու մոտ։ Պարավն ասում է. «Դու չպետք է նրա մոտ գնաս, բայց քանի որ գնում ես, իրավունք չունես վերադառնալ որպես մի խղճուկ ձախորդ մարդ։ Քո համարձակությամբ դու ինձ դուր եկար, ու ես քեզ կասեմ ինչպես դուրս գաս այն ցանցից, որի մեջ դու կարող ես ընկնել։ Իմացիր, որ այդ մարդը աջնիշ է։ Հրապուրում գրավում է մարդկանց։ Եթե նրանք պիտանի չեն իրեն, նա խժռում է։ Նա 7 աղջիկ ունի, բայց տղա չունի։ Կգնաս, կհասնես մի գետի։ Երբ հասնես գետին, թաքնվիր ափի թփուտների մեջ։ Այնտեղ կթռչեն դևի 6 աղջիկները։ Նրանք իրենց վրայից կհանեն աղավնիների թևերը և կսկսեն լողալ։ Հետո նորից կդառնան աղավնիներ ու կթռչեն։ Միայն զգուշացիր, աղջիկներին չնայես, թե չէ աչքերիդ առաջ կմտնի և դու ձեռքից բաց կթողնես նրանց ավագ քրոջը։ Ավագ քրոջ անունը Սանտա Սաաջա է։ Նա մի քիչ ուշ կգա, արծվի տեսքով։ Երբ նա կփոխվի, կդառնա աղջիկ և կմտնի ջուրը լողալու, աշխատիր փախցնել նրա արծվային թևերը։ Եթե այդ քեզ հաջողվի, ուրեմն աղջիկը քո ձեռքում կլինի և քեզ ամեն բանում կօգնի։ Բայց նրա թևերը չվերադարձնես, քանի դեռ նա չի երդվել կատարել այն բոլորը, ինչ որ նրանից դու կխնդրես։ Թագավորի տղան պառավին շնորհակալություն է հայտնում խրատների համար և հրաժեշտ տալով գնում է դեպի գետը։ Այստեղ նա թաքնվում է եղեգնուտում և սպասում։ Շուտով թռչում գալիս են 6 աղավնիները։ Նրանք հանում են իրենց թևերը և դառնում 6 հուրի փերի։ Բայց թագավորի տղան հիշում է պառավի ասածը և աչքերը պինդ փակում։ Աղջիկները լողում են, հետո նորից դառնում աղավնի ու թռչում գնում։ Քիչ հետո թագավորի տղան լսում է թևերի շապշապյուն։ Ափ է իջնում արծիվը։ Այնքան մոտիկ, որ նրա թևերը քսվում են այն եղեգների ծայրին, որոնց մեջ թաքնված էր պատանին։ Արծիվը հանում է իր թևերը, դառնում է մի գեղեցիկ աղջիկ։ Մտնում է ջուրը։ Հենց այդ ժամանակ թագավորի տղան առանց ուշանալու վերցնում է նրա արծվային թևերը։ Աղջիկը լողալուց հետո դուրս է գալիս ափ և սկսում է փնտրել իր թևերը, բայց չի գտնում։ Նա իր արձակ ծամերով ծածկում է իրեն ու երկար ժամանակ այդպես լուռ նստում է գետափին։ Հանկարծ նա սկզբում զայրացած, իսկ հետո լալագին ձայն է տալիս։ Որտեղ ես թաքնվել, ավազակ, տուր ինձ իմ արծվային թևերը։ Տեղն է ինձ, նախքան ջուր մտնելս շուրջս չնայեցի, իսկ այժմ պատրաստ եմ հատուցել սխալիս համար։ Թագավորի տղան առանց եղեգնուտից դուրս գալու ասում է. Երդվիր, որ կօգնես ինձ և կկատարես իմ բոլոր խնդրանքները։ Երբ աղջիկը երդվում է, թագավորի տղան նրան է վերադարձնում արծվային թևերը։ Հետո պատմում է, թե ինչպես և ինչու է եկել այստեղ։ Իսկապես դու համարձակ ու ճարպիկ մարդ ես, որ կարողացել ես ծովն անցնել, արժանանալ 2 պառավների վստահությանը, ասում է աղջիկը։ Այժմ ինձ համար վիրավորական չէ, որ ինձ հետամուտ ես եղել։ Ես կսովորեցնեմ քեզ, թե ինչ պետք է անել։ Այն մարդը, որին դու փնտրում ես, իմ հայրն է։ Նա շատ դաժան բնավորություն ունի։ Հարկավոր է, որ դու կարողանաս հարմարվել նրան։ Մեր բնակարանին կմոտենաս, երբ մութը կընկնի։ Սկզբում կմարեն հայրիկի ու մայրիկի լուսամուտների, իսկ հետո քույրերիս սենյակների մոմերը։ Ամենից երկար կվառվի իմ սենյակի մոմը։ Կծեծես իմ լուսամուտը, ես քեզ ներս կառնեմ, և մենք կմտածենք, թե հետո ինչպես վարվենք։ Իսկ ես մինչ այդ կաշխատեմ որոշ բաներ իմանալ։ Աղջիկը նորից դառնում է արծիվ ու թռչում գնում է։ Վրա է հասնում գիշերը։ Թագավորի տղան գնում է Աջնիշի բնակարանի մոտ և սկսում է հետևել լուսավորված պատուհաններին։ Աստիճանաբար սկսում են մարել մոմերը։ Վերջում մնում է միայն մի լուսավոր պատուհան։ Պատանին թակում է լուսամուտը։
Աղջիկը նրան ներս է ընդունում եւ ասում. Լսիր, թե վաղը ինչ է սպասվում քեզ։ Առավոտյան դու կգաս մեզ մոտ որպես հյուր։ Հայրս քեզ կհարցնի, թե ինչպես են ապրում ծնողներդ, ճանապարհին ինչ ես արել։ Իսկ զրույցից հետո ծառաներին կհրամայի մի եզ մորթել ու խորովել։ Նա քեզ կառաջարկի ուտել ամբողջ միսը։ Եթե փորձես հրաժարվել, նա կասի, որ դու արհամարհում ես նրա հյուրասիրությունը եւ կարող է քեզ դաժանորեն պատժել։ Բայց միևնույն է, ես չեմ կարող այդքան միս ուտել, ասում է պատանին։ Որքան էլ որ սոված լինեմ, թեկուզ անոթի փորով մեծ դժվարությամբ հազիվ կկարողանամ եզան ոտքերի կեսն ուտել։ Բա ես ինչ անեմ։ Մի վախենա, ասում է աղջիկը։ Ահա քեզ մի թաշկինակ։ Երբ կզգաս, որ այլևս չես կարողանում ուտել, շրթունքներդ կսրբես այս թաշկինակով, որից հետո նորից կսովածանաս։ Իսկ այժմ պառկիր ու հանգիստ քնիր։ Լուսաբացին քեզ կարթնացնեմ։ Կգնաս դուրս, մեր տան մոտերքը կշրջես։ Հետո կգաս հորս մոտ եւ այնպես ցույց կտաս, որ իբր թե ոչինչ չգիտես։ Թագավորի տղան առավոտյան գալիս է Աջնիշի մոտ։ Բարևելուց եւ ողջագուրվելուց հետո Աջնիշը նրան ամեն բանի մասին հարց ու փորձ է անում, որից հետո կանչում է ծառաներին եւ հրամայում. Հյուրի համար նախաճաշ պատրաստեք։ Միայն թե ընտրեք ամենաչաղ եզը։ Նա ճանապարհից է եկել, քաղցած կլինի։ Երբ եզը խորովում են, Աջնիշը պատանում սեղան է նստեցնում եւ սկսում է հյուրասիրել։ Թագավորի տղան ուտում եւ հենց որ կշտանում է, թաշկինակով սրբում է շրթունքներն ու նորից սովածանում։ Եվ այսպես ամեն անգամ կշտանալուց հետո շրթունքները սրբելով նա նորից սովածանում է եւ ուտում է այն ամենը, ինչ որ դրված էր սեղանին։ Ճանապարհ ես եկել, այժմ հանգստացիր, ասում է Աջնիշը եւ նրան ուղեկցում է ննջարան։ Այ թե հյուր է, մտածում է Աջնիշը։ Այսպիսիների հետ հարկավոր է զգույշ վարվել։ Երևում է սրան ուրիշ կերպ պետք է ոչնչացնել։ Նա գնում է կնոջ հետ խորհրդակցելու։ Կինը նրան ասում է. Մեր բակում ոչ մի ծառ չկա։ Թող քո հյուրը բակի մեջ այնպիսի միջինարի ծառ աճեցնի, որ մեր ամբողջ ընտանիքը նրա ստվերում կարողանա հանգստանալ։ Իսկ եթե այդ չկարողանա կատարել, ուրեմն նա սովորական մարդ է, եւ մենք նրանից չենք վախենա։ Այն ժամանակ դու նրա հետ հաշիվդ կմաքրես։ Երբ պատանին արթնանում է, Աջնիշը նրան ասում է. Քեզնից պետք է խնդրեմ, որ ինձ մի ծառայություն մատուցես։ Տեսնում ես, մեր բակը բոլորովին դատարկ է։ Շատ եմ ուզում, որ մի ճյուղերով հարուստ չինարի ծառ աճեցնես։ Այնպիսին, որ մեր ամբողջ ընտանիքը կեսօրվա շոգին կարողանա նրա տակ հանգստանալ։ Կարծում եմ, դու այդ բանը ինձ չես մերժի։ Պատանին մտածում է ու ասում. Լավ, կաճեցնեմ, բայց նախ պետք է նրա սերմը գտնեմ։ Այսօր ես կզբաղվեմ դրանով, իսկ վաղը ձեր բակի մեջտեղում կկանգնի սաղարթախիտ չինարի ծառը։ Աջնիշը պատանուն ազատ է թողնում։ Նա գնում է հետն էլ մտածում. Երեկոյան կտեսնեմ աղջկան եւ նրանից կհարցնեմ, թե ինչ պիտի անել։ Գուցե նա ինձ այս անգամ էլ օգնի։ Ուշ երեկոյան, երբ Աջնիշի տան բոլոր ճրագները մարում են, Սաֆա Սաաջան գնում է աղջկա մոտ եւ նրան պատմում է նրա հոր մտադրության մասին։ Դե ես ինչպես կարող եմ մի գիշերվա մեջ չինարի այդպիսի մի մեծ ծառ աճեցնել, հարցնում է նա գլուխը կախած։ Մի վշտանա, ես քեզ կսովորեցնեմ, թե ինչ պետք է անել, ասում է աղջիկը։ Վերցրու այս ձողը եւ վաղն առավոտյան տար ու տնկիր բակի կենտրոնում։ Հետո 3 սափորներով սկսիր ջրել։ Երբ կսկսես ջրել, հայրս կգա ու կասի. հաջողություն եմ ցանկանում գործիդ, բայց դու մի պատասխանիր։ Այնքան ժամանակ մի պատասխանիր, մինչև որ 3 սափոր ջուր կդատարկես այդ ձողի վրա։ Երբ կվերջացնես, նոր միայն պատասխանիր նրան։ Հայրս կբարկանա, բայց դու նրան այսպես պատասխանիր. Եթե ես դեռ գործս չվերջացրած պատասխանեի, ապա չէր հաջողվի։
Այստեղ չինարին կսկսի արագ աճել եւ ծառի բունը քեզ հովանի կդառնա։ Այդ ժամանակ հայրս կշրջվի եւ կգնա։ Իսկ դու իսկույն վազիր ինձ մոտ եւ քեզ կթաքցնեմ վարակույրի ետևում։ Գիշերը մենք երկուսով կփախչենք, որովհետեւ հայրս էլի ինչ-որ բան կհնարի։ Այնպիսի բան, որ ինքս էլ գլուխ չեմ կարողանա հանել։ Այն ժամանակ նա քեզ անպայման կկործանի։ Իսկ ես չեմ ուզում, որ դու կործանվես։ Ես սիրում եմ քեզ եւ ուզում եմ քո կինը լինել։ Գիշերը մտիր ախորը եւ դուրս բեր 2 ձի, մեկը սև, մյուսը սպիտակ։ Սպիտակ ձիուն ցերեկը ոչ ոք չի կարող հասնել, իսկ սևին գիշերը ոչ ոք չի կարող հասնել։ Այս ձիերը երբ միասին են լինում, մեկը մյուսից հետ չեն մնում։ Սաֆա Սաաջան կատարում է աղջկա ասածները։ Ճանապարհ ընկնելուց առաջ աղջիկը ճանապարհի համար վերցնում է շշով ջուր, մի փոքրիկ պարկ ընկույզ եւ մի կապոցել եգիպտացորեն։ Այդ գիշեր աղջկա մայրը երազում տեսնում է, որ իրենց տան հետ դժբախտություն է պատահել։ Նա զարթնում է եւ արթնացնելով ամուսնուն ասում. Ես վատ երազ եմ տեսել։ Մեր տանը պիտի որ վատ բան պատահած լինի։ Վեր կացու բոլոր սենյակները ստուգիր։ Աջնիշը վեր է կենում եւ շրջում բոլոր սենյակներով։ Պարզվում է, որ մեծ աղջիկը անհետացել է։ Նա վերադառնում է կնոջ մոտ եւ այդ մասին հայտնում է նրան։ Վայ դու անպետք ծերուկ, ճչում է կինը։ Ամեն բանում մեղավորը դու ես։ Դու այդ անպետքին երես տվեցիր եւ նա քեզ խայտառակեց։ Հենց հիմա սլացիր նրա ետևից եւ աղջկան ետ բեր։ Իսկ այդ անպետք թշվառականին, որի հետ նա փախել է, սպանիր, թե չէ ես քո հետքը աշխարհի երեսից կջնջեմ։ Աջնիշը իսկույն թռչում է իր հրեղենձիու վրա եւ սլանում նրանց ետևից։ Մինչ Աջնիշը կշրջեր սենյակներով եւ կխոսեր կնոջ հետ, փախստականները կարողացել էին բավական ճամփա կտրել։ Նրանք սլանում էին ամբողջ թափով, բայց երբ հանկարծ ետ են նայում, տեսնում են, որ Աջնիշը հրեղեն ձիով հետապնդում է իրենց։ Հեյ վախ, բացականչում է աղջիկը։ Ես սխալվել եմ, մոռացել եմ քեզ ասել, որ թաքցնեիր հրեղեն ձիու սանձը։ Վախենում եմ, որ հայրս նրանով մեզ հասնի, բայց ոչինչ, գուցե հայրս չկարողանա ամեն ինչ կռահել։ Այս ասելուց հետո աղջիկը ձիուց ցած է թռչում եւ ձին դարձնում մատուռ, իսկ տղայի ձին քարե պարիսպ։ Ինքը դառնում է քահանա, իսկ պատանուն դարձնում է սարկավակ։ Հետո մատուռի դուռը ամուր փակելով սկսում են ծերունական ձայնով սաղմոսներ երգել։ Աջնիշը հասնում է մատուռի պարսպին, իջնում է հրեղեն ձիուց, բայց չի համարձակվում ներս մտնել։ Նա այնքան է սպասում, մինչև որ քահանան ու սարկավակը վերջացնում են սաղմոսը։ Այդ ժամանակ հարցնում է նրանց. Այստեղից մի պատանի եւ մի աղջիկ սև ու սպիտակ ձիերով չեն անցել։ Ինչպես չէ, քթի մեջ պատասխանում է քահանան։ Անցել են, միայն թե այդ շատ վաղուց էր, այն ժամանակ, երբ դեռ ես այբուբենն էի սովորում։ Այ թե ինչպես են սլացել, վիրավորված բացականչում է Աջնիշը։ Հետապնդել նրանց նշանակում է անտեղի ժամանակ կորցնել։ Այդ ասելուց հետո Աջնիշը թռչում է հրեղեն ձիու վրա եւ հետ սլանում։ Երբ Աջնիշը բոլորովին անհետանում է, աղջիկը նորից իր նախկին տեսքն է ընդունում։ Թագավորի տղային ու ձիերին էլ իրենց առաջվա կերպարանքն է տալիս։ Միասին նորից ընկնում են ճամփա։ Աջնիշը ձեռնունայն վերադառնում է տուն։ Ինչու աղջկատ մազերից քարշ տալով չես բերում, որտեղ է նա, հարցակվում է նրա վրա կինը։ Կնոջ սուր ճիչոցից Աջնիշը կորցնում է իրեն եւ նրան պատմում է իր անհաջողության մասին։ Վայ, ճչում է կինը։ Հարկավոր է գլուխդ պատին տալ, որ դու որևէ բան հասկանաս։ Չէ որ մատուռում հենց նրանք են եղել։ Այժմ ինքս կգնամ նրանց հետապնդելու։ Հրեղեն ձին հազիվ էր շունչ քաշել, երբ կինը թռչում է նրա վրա եւ սլանում է փախստականների ետևից։ Շատ գնալուց հետո նա սկսում է մոտենալ փախստականներին։ Հանկարծ աղջիկը ետ է նայում եւ տեսնում, որ մայրը հետապնդում է իրենց։ Նա շտապ թափում է շշի ջուրը։ Վայրկենապես հորդում է լայն ու կատաղի մի գետ, որից հրեղեն ձին մեծ դժվարությամբ է անցնում։
իսկ փախստականներն այդ միջոցին շարունակում են առաջ սլանալ։ Որոշ ժամանակից հետո աջնիշի կինը նորից հասնում է նրանց։ Աղջիկը սկսում է եգիպտացորենի հատիկները շպրտել դեսուդեն։ Տեղնուտեղ այնպիսի եգիպտացորենի արտ է կանաչում, որ հրեղենձին հազիվ հաս կարողանում է կտրել ու անցնել այն ու նորից հասնել փախստականներին։ Այդ ժամանակ աղջիկը սկսում է ընկույզը շպրտել։ Իսկույն այնպիսի բարձր ու սայթաքուն սարեր են կանգնում, որ հոգնած հրեղենձին չի կարողանում նրանց վրայից թռչել։ Նա ռունգերից ծուխ է բաց թողնում։ Ձին սկսում է սայթաքել ու աջնիջի կինը ցած է գլորվում։ Նա զգում է, որ այլևս անհնար է աղջկան բռնել եւ հետևից ձայն է տալիս. «Անիծում եմ քեզ, դեռ նոր տունդ չտեսած գորտ դառնաս»։ Մոր անեծքից տխրած աղջիկն ու տղան շարունակում են իրենց ճանապարհը։ Երբ նրանք հասնում են պուրակին եւ թագավորի պալատն արդեն մոտ էր, Սաֆան ասում է. «Ահա իմ հայրական տունը, որտեղ մենք պետք է ապրենք»։ Աղջիկը բարձրացնում է գլուխն ու տեսնելով պալատի բարձր տանիքը, վայրկենապես դառնում է գորտ եւ հազիվ կարողանում է պատանուն ասել. «Սպասիր ինձ 3 տարի»։ Այնուհետև անհետանում է խոտերի մեջ։ Կորցնելով աղջկան, թագավորի տղան շատ է վշտանում, բայց ինչ աներ։ Նա վերադառնում է տուն, իսկ թագավորն ուրախությունից խնջույք է սարքում։ Թագավորի տղան թախիծը սրտում սպասում է, թե երբ կանցնի 3 տարին։ Նա անհամբերությամբ հաշվում էր օրերը, բայց եւ այնպես հաշվի մեջ 3 օր սխալվում է։ Եվ ահա վերջապես վերջանում է 3-րդ տարին, ինչպես ինքն էր սպասում։ Սանտա Սաաջան չի երևում։ Սաֆա Սաաջան խիստ հուսահատվում է։ Ծնողները չեն իմանում նրան ինչպես հանգստացնել։ Ասում են, եթե ամուսնանաս, կմոռանաս վիշտդ եւ նորից կդառնաս ուրախ ու զվարթ։ Մենք արդեն վաղուց է, որ քեզ համար ընտրել ենք մի շատ գեղեցիկ աղջիկ։ Թագավորի տղան չի առարկում։ Նա 3 օր հետո համաձայնում է, որ ծնողները նրան նշանեն իրենց ընտրած աղջկա հետ։ Այդ նույն օրը աջնիշի աղջիկ Սանտա Սաաջան պատռում է գորտի խորխը եւ շտապում է հանդիպել իր սիրածին։ Բայց նա հազիվ էր հեռացել պուրակից, երբ հեռվից տեսնում է հարսանեկան թափորը եւ փեսացուին, Սաֆա Սաաջային։ Շատ է վշտանում։ Մտածում է, ինձ չսպասեց, ինչպես որ խոստացել էր։ Երևում է այլևս ինձ չի սիրում եւ չի էլ ուզի ինձ ճանաչել։ Այնուամենայնիվ աղջիկը չի կարողանում հեռանալ։ Այդ բանը նրա ուժերից վեր էր։ Նա նորից գորտ է դառնում եւ գնում է այն պարավի մոտ, որը թագավորի պալատից շատ հեռու չէր ապրում։ Երբ գորտը գալիս է, պարավը նստած է լինում օջախի մոտ։ Նրան տեսնելով պարավն ասում է. «Ինչ ես ուզում»։ Եվ ավելով գորտին քշում է դուրս, բայց գորտը նորից է վերադառնում։ Պարավը նրան նորից է դուրս անում, իսկ գորտը էլի ետ է գալիս։ Նստում է օջախի մոտ։ Գորտը սկսում է կռկռալ եւ նրա բերանից ոսկի է թափվում։ Պարավն ուրախանալով վերցնում է ոսկին։ «Օ, միթե սա ոսկի է, հիմա կիմանանք», ասում է պարավն ու վազում խանութ։ Խանութում նա առնում է ինչ որ սիրտը ուզում է ու լիքը ձեռքերով վերադառնում է տուն։ Այնուհետև նա սկսում է իր հարազատ թոռնիկի նման պահպանել գորտին։ Շատ չանցած պարավը, որ առաջ ապրում էր թագավորական խոհանոցի ավելցուկներով, սկսում է ապրել առանց կարիքի, այնպես որ բոլորն էլ սկսում են նախանձել նրան։ Նա չի թաքցնում իր երջանկության աղբյուրը։ Այդ մասին իմանում են հարևանները։ Ավելին, հրաշալի գորտի լուրը հասնում է թագավորի տղային։ Եվ նա իսկույն գլխի է ընկնում, թե այդ ինչ գորտ է։ Տղան ինքն իրեն անիծում էր վշտից ու հուսահատությունից շտապելու համար, բայց ով կարող էր նրան օգնել, որպեսզի մոռանար իր վիշտը։ Նա այլևս չի խոսում կնոջ հետ, փախչում է հարազատներից եւ ամբողջ օրերով թափառում այգում։ Այնտեղ պառկում էր ծառերի տակ եւ թախծում իր կորցրած երջանկության մասին։ Գորտ աղջիկը Սանտա Սաաջան այդ մասին իմանում է պարավից եւ խնդրում, որ 2 հատ կեռնեխ ճարի։ Այդ կեռնեխներին նա սովորեցնում է կատարել իր հրամանները։
ասում է նրանց. «Իսկույն թռեք գնացեք թագավորի այգին եւ նստեք այն ծառին, որի տակ կպառկի թագավորի տղան, եւ միմյանց հետ սկսեք կռվել։ Իսկ պարտվողը թող հաղթողին ասի. այնպես ինչպես Սանտա Սահաջան չներեց Սաֆա Սահաջայի դավաճանությունը, այնպես էլ ես չեմ ների քեզ իմ պարտությունը»։ Կեռնեխները թռչում են այգի եւ նստում ծառի տակ։ Երբ թագավորի որդին գալիս է ու պառկում այդ ծառի տակ, կեռնեխները սկսում են կռվել ու անխղճաբար միմյանց կծում են։ Նրանց փետուրները ցիրուցան են լինում։ Շուտով նրանցից մեկը ցած գլորվելով ընկնում է գետնին, թագավորի տղայի մոտ, եւ ոտքի ելնելով հաղթողի ձայն է տալիս։ «Այնպես ինչպես Սանտա Սահաջան չներեց Սաֆա Սահաջայի դավաճանությունը, այնպես էլ ես չեմ ների քեզ իմ պարտությունը», ասում է նա եւ կաղալով թաքնվում թփերի մեջ։ Երբ թագավորի տղան լսում է կեռնեխի ասածները, ավելի շատ է հուսահատվում, բայց կեռնեխներն արդեն թաքնվել էին եւ նա ոչինչ իմանալ չէր կարողանում։ Այդ ժամանակ թագավորի հարսը իմանում է, որ գորտի կերպարանքով պառավի մոտ ապրում է իր ամուսնու նախկին հարսնացուն, Սանտա Սահաջան, որի համար էլ այդքան տխուր է իր ամուսինը։ Նա ծանր հիվանդ է ձևանում ու պառկում է։ Թագավորն անհանգստացած հարցնում է նրան. «Ինչով կարելի է քեզ օգնել, սիրելի հարսիկ»։ «Ահա թե ինչով», պատասխանում է նա։ «Մեր հարևան պառավը մի գորտ ունի։ Բռնեք նրան ու գցեք կրակի մեջ։ Նա է ինձ հիվանդացրել»։ Ձեր թագավորն իր մարդկանց հրամայում է բռնել գորտին։ Գորտին բռնում են, գցում կրակի մեջ եւ միայն նրա ոսկորներից մեկն է կրակից դուրս ընկնում հատակի վրա։ Երբ հատակը մաքրում են, աղբի հետ շեմից դուրս են տանում նաեւ ոսկորը։ Իսկ դրսում անձրև էր գալիս։ Ոսկորը անձրևաջրով մաքրվում է, քշվում է գետը եւ այնտեղ դառնում է մի ոսկե ձկնիկ։ Պառավը, որի մոտ ապրում էր գորտը, կորցնելով իր կերակրողին, շատ է վշտանում։ Նա մի անգամ գնում է գետը ջրի եւ ահա այստեղ դեպի իրեն է լողում ոսկե ձկնիկը եւ ասում. «Գորտիդ համար մի վշտանա, ես գորտ էի, իսկ հիմա դարձել եմ ոսկե ձկնիկ»։ Պառավը չի կարողանում թաքցնել իր ուրախությունը եւ իսկույն այդ մասին պատմում է բոլորին։ Շուտով թագավորի չար հարսն էլ է լսում, որ գորտը դարձել է ոսկե ձկնիկ։ Նա նորից է ծանր հիվանդ ձևանում եւ հոգատար ծեր թագավորին ասում է. «Եթե այն ոսկե ձկնիկին, որ հայտնվել է գետում, չբռնեն ու ես նրան չուտեմ, իմացեք, որ չեմ ապրի»։ Թագավորը ձկնորսներին ուղարկում է գետ։ Ձկնորսները բռնում են ոսկե ձկնիկին եւ տանում պալատ։ Բայց միթե կարելի է ձուկն այնպես ուտել, որ նրանից ոչինչ չմնա։ Ձուկը մաքրելիս նրանից մի լողաթև ընկնում է սեղանի տակ։ Երբ այն դուրս են գցում, հանկարծ բակում մի մեծ ու գեղեցիկ ծառ է կանաչում։ Թագավորի հարսը իսկույն կռահում է, որ իրեն չի հաջողվել ոչնչացնել իր ախոյանին։ Նա նորից է հիվանդ ձևանում եւ պահանջում է, որ կտրեն ու վառեն այդ ծառը։ Ծառը կտրում ու վառում են։ Ծառը կտրելիս մի տաշեղ թռչում ընկնում է մի կողմ։ Հենց այդ ժամանակ այդ տեղով անցնում է պառավը։ Նա տեսնում է այդ լավ տաշեղը, վերցնում է ու տանում տուն։ Մի փոքր ժամանակ անց տաշեղը փոխվում, դառնում է աղջիկ։ Պառավը շատ է ուրախանում եւ աղջիկը մնում է նրա մոտ։ Նա պառավին պատմում է այն բոլորի մասին, ինչ որ պատահել էր իր եւ թագավորի տղայի հետ։ «Ինչու այդ բոլորը նախորոք չասացիր», բացականչում է բարի պառավը։ Նա իսկույն վազում է պալատ եւ սկսում է հետևել թագավորի տղային։ Երբ թագավորի տղան մնում է մենակ, պառավը մոտենալով նրան պատմում է, որ նրա սիրելին Սանտա Սահաջան վերադարձել է եւ ողջ ու առողջ է։ Թագավորի տղան ուրախացած իսկույն գնում է իր հոր մոտ եւ նրան պատմում է այն ամենը, ինչ որ պատահել էր, թե ինչպես էր ընկել աչնիշի մոտ, ինչպես Սանտա Սահաջան փրկել է իրեն անխուսափելի կործանումից։ «Այդ աղջկա համար ես շատ եմ տանջվել», ասում է նա։ «Այդ իսկ պատճառով էլ հաշվիս մեջ 3 օր սխալվել էի։
Երբ նա չհայտնվեց, ես էլ հուսահատությունից ու վիրավորանքից ստիպված եղա համաձայնվել ուրիշի հետ ամուսնանալուն։ Գորտը, որին այրեցին իմ կնոջ դրդմամբ, ձուկը, որին ինքը կերավ, ծառը, որին հրամայեց կտրել, այս բոլորը եղել է իմ առաջին սերը, Սանտա Սաաջան։ Ահա թե ինչ, գոռում է թագավորը։ Եթե այդպես է, թող չար հարսը հեռանա մեր տնից, այլևս նրան ճանաչել չեմ ուզում։ Եվ թագավորի հարսին վռնդում են տնից։ Դրանից հետո թագավորը հարսանիք է անում և որդուն պսակում է Սանտա Սաաջայի հետ։ Անցնելով այդքան փորձությունների ու դառնությունների միջով, վերջապես Սանտա Սաաջան և Սաֆա Սաաջան ամուսնանում են և ապրում են հաշտ ու երջանիկ։